ծովի ալեկոծությունը ծովի երեսին է, բայց խաղաղությունը ծովի խորքում է, ընդերքում է։ Պատկերացրեք ծովի մակերեսը ինչ տարածք ունի եւ ծովի ընդերքը ինչ ծավալ ունի, որքան տասնապատիկ, հարյուրապատիկ շատ ավելի խորն է ծովը, քան թե ծովի մակերեսը։ Ինչու ես օրինակը բերեցի։ Ճիշտ այդպես էլ մեր հոգին կարծես ծովի այդ ծավալը լինի, այդ խորությունը լինի, իսկ մակերեսը մեր միտքը լինի։ Եվ այդ ալեկոծությունը որտեղ է լինում, ինչքան էլ ալեկոծ լինի, չէ՞ ծովը, ծովի ասենք մի 10, 20 կամ մի քանի մետր է, չէ՞, ալիքները քանի մետր կարող են լինել։ Լավ, դրանից ավել չի, 20-30, բա հələ ծովի խորքը դու նայի 300-400 մետր, չգիտեմ, կիլոմետր էլ միգուցե ամենախորը ծովերն օվկիանոսները լինեն։ Ճիշտ այսպես էլ մենք ցավոք սրտի ավելի շատ ծովի այդ մակերեսի վրա ենք մեր ալեկոծությունը, մեր մտքի մակարդակի վրա է։ Եվ մենք մեր հոգու խորքը չենք մտնում, որ հասկանանք այնտեղ ուրիշ աշխարհ է լրիվ։ Դուք տեսել եք վավերագրական ֆիլմեր կա, որ ծովի խորքն են նկարում։ Այդ ինչ լրություն է։ Անկամ այնտեղի ձայները ձկների կետի, չէ՞, կետը աշխարհի ամենամեծ կենդանին է։ Այդ կետի ձայնն էլ ուրիշ հաճախականություն ունի։ Այսինքն ծովի ընդերքում լրիվ ուրիշ ձայներ են, ուրիշ տեսարաններ են, ուրիշ աշխարհ է, այնտեղ օդն էլ է ուրիշ։ Ծովի մեջ օդը քիչ է։ Ճիշտ այսպես էլ մեր հոգու խորքում լրիվ ուրիշ հաճախականություն է։ Աղմուկ չկա։ Ամենաբարձր ձայնն էլ այնտեղ աղմուկ չի, խաղաղություն։ Հիմա մեզ ինչ է մնում, մեզ մնում այս դրսի ալեկոծությունից, որ միշտ մենք դրսի ալեկոծության մեջ ենք, հա, դրսի ալեկոծություն ասելով, այս ծովի մակերեսը դրսի ներսի սահմանն է, չէ՞, օդի եւ ջրի սահմանը ծովի մակերեսն է, ճիշտ այդպես էլ դրսի ու մեր հոգու խորքու սահմանը մեր միտքն է։ Մտքի վրա է ամեն ինչ, ինչ որ կատարվում է։ Ներսն ու դուրսը տարբեր աշխարհներ են։ Ինչ պատերազմ որ լինում է, դրսի վրա է։ Մեզանից է կախված, մենք այդ դուրսը ներս կտանենք, թե դուրսը դուրս կմղենք, կհեռացնենք մեզանից։ Ուրեմն կարծեմ, թե ավելի ապահով է այդ ալեկոծությունը հեռացնենք մեզանից, հա, ուշադրություն չդարձնենք, մտնենք մեր հոգու խորքը։ Երկինքի արքայությունը նմանում է ագարակում թաքնված գանձին կամ ծովի հատակին գտնվող մարգարիտին։ Խորքում այդ մարգարիտը։ Այդ արտաքին այդ երևույթները մեզ չպետք է հուսի, որտեվ իրապես անգին գանձեր կա, ով որ ճաշակի այդ հոգու խորությունը, այդ խորությունը, այդ երանությունը, ուրախությունը, իրական այդ սեր աստվածային ճաշակինքը չի ուզենա հելնի դուրս, կուզենա մնա ջրի մեջ, կուզենա երկկենցաղ կենդանի լինել, հա, խռիկներով շնչել, ոչ թե քթով, բերանով։ Այս խռիկներով ձուկը որ շնչում է, ինչ անում, շատ օդ չի մտցնում իր մեջ, չէ, շատ օդը ո՞րն է, օդը ինչն է, մտքերը, խորհրդածություններ, մենք խռիկներով պիտի շնչենք, բայց մենք բերան օդ, բերան քիթ բացում ենք, այսինքն մենք չենք շնչում, մենք խեղդվում ենք, օդը մեզ համար ոչ թե շնչելու միջոց է, այլ խեղդվելու միջոց է, այսինքն մենք չենք մտածում, մենք տանջվում ենք մեր մտքերի ձեռը, բայց մենք այնքան նուրբ, հանգիստ պիտի շնչենք, ձկան նման խռիկներով պիտի շնչենք, այսինքն մենք այնքան քիչ պիտի մտածենք, բայց դիպուկ, օդը, պատկերացնում ես ձկան համար օդը ինչ կարևորագույն բան է,
բայց մի չնչին օծնել իրան հերիքա։ Այդպես էլ մենք եթե ուզում ենք մեր միտքը ճիշտ օգտագործել, մենք մեր մտածումը, մեր մտքի այդ գործողությունը ինքը մեզ բավարար է, բայց մենք ճիշտ պետք է մտածենք, քիչ մտածենք, ավելի շատ լռեցնենք միտքը, քան թե անիմաստ աշխատացնենք։ Տեսել ես այն լավ սպորտսմենները, սենց է շնչառությունը, քթով են շնչում, չես էլ զգում, բայց այն վայ վազորդը, որ չգիտի շնչել, այսպես է շնչում։ Տեսնում ես, այդ մարդը վազելու հետ կապ չունի։ Ճիշտ այդպես էլ վայ աղոթող մարդը աղոթքի ժամանակ միտքը տարոբերվում է, ալեկոծվում է, գնում է, գալիս է, ելնում է, երկինքի շնում է գետին, տեսնում ես, չի աղոթում այդ մարդը, յուղ է վառում։ Բայց աղոթող մարդը միտքը նուրբ չկա, միտք չկա, լռությունն է ինքը նախընտրում, միտքը չի աշխատում, միտքը ասում է թող ես հետ քաշվեմ, տեղը տամ հոգուն, հոգին թող աղոթի, այսինքն վերևից իջնեմ ներքև օդից, այդ սահմանն էլ ացնեմ, գիտեք, մենք շատ անգամ այդ օդի և ջրի սահման, այսինքն ծովի մակերեսը չենք անցնում, մենք ներս խորք չենք գնում, մենք ոնց որ միշտ այդ ծովի մակերեսի վրա լինենք, խեղդվում ենք, անընդհատ խեղդվում ենք, ջուր ենք գալի, լողալ չգիտես, գոնե խեղդվում ես, մտի ներս, սուզվի կարգին խեղդվի, էլի, վերջնական խեղդվի, մնա ջրի տակ, բայց ոչ մենք խեղդվում ենք, ոչ էլ չենք խեղդվում, ոչ կենդանի ենք, ոչ էլ մեռած ենք, կիսամեռ ենք, փրփուրների մեջ չունենք կուլ տալի։ Ուրեմն ավելի լավ է մեռնենք, մեղքի դեմ պատերազմում, որպեսզի Քրիստոսով հաղթահարենք, ասում է Պողոս առաքյալը։ Ամեն։